Ապրիլի 4-ին ավագ շաբաթ օրը երեկոյան Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնի առիթով Վիրահայոց թեմի եկեղեցիներում մատուցվեց ճրագալույցի պատարագ։ Թբիլիսի Սուրբ Էջմիածին եկեղեցին լեփլեցուն էր հավատացյալներով։ Վիրահայոց թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի հանդիսապետությամբ պատարագ մատուցեց Սամվել քահանա Թորոսյանը։ Պատարագի ընթացքում Կիրակոս Սրբազանն իր խոսքում անդրադարձ կատարեց Քրիստոսի հարության խորհրդին, չարի պարտությանը եւ բարու հաղթանակին։ Անդրադառնալով նաև Մայր եկեղեցու նկատմամբ ծավալված ճնշումներին, Սրբազան հայրը հավատացյալ ժողովրդին հորդորեց գոտեպնդվել հարության հույսով, լույսի ու բարության անխուսափելի հաղթանակով։ Քարոզի վերջում Կիրակոս Սրբազանը ազդարարեց Փրկչի հրաշափառ հարության ավետիսը։ Պատարագի ավարտին հավատացյալները եկեղեցու աշտանակի մոմից վառեցին իրենց բերած մոմերը եւ օրհնություն նստացած վերադարձան տներ։ Հաջորդ օրը ապրիլի 5-ին Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում տոնախմբվեց Քրիստոսի հրաշափառ հարության տոնը։ Թբիլիսի Սուրբ Էջմիածին եկեղեցում հարության տոնի պատարագը մատուցեց Վիրահայոց թեմի առաջնորդը Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը։ Տոնական պատարագին ներկա էին Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչներ եւ հայ համայնքի բազմաթիվ անդամներ։ Պատարագի ընթացքում Սրբազան հայրն ընթերցեց Սուրբ Հարության տոնի առիթով Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական պատգամն ու օրհնությունը աշխարհասփյուռ հայ ժողովրդին։ Արարողության ավարտին Սրբազանը օրհնեց եկեղեցի բերված ներկած հավկիթները եւ կրկին ազդարարեց Փրկչի հրաշափառ հարության ավետիսը։ Հերմինե Հակոբյան, Սուսաննա Խաչատրյան, Աննա Մկրտիչյան, Եկեղեցական կյանք։